Ես եկել եմ ձեզ ասելու, որ մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք այլևս։ Մենք գտել ենք մեր հայրենիքը, եւ մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, եւ մենք պետքա տեր կանգնենք մեր հայրենիքին, պետքա տեր կանգնենք մեր հայրենիքին։ Եվ ես ուզում եմ ասել ուղիղ, նրանք ովքեր մեզ մխում են, որ մենք հայրենիք փնտրենք, մեր երկրի ինքնիշխան, միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս, նրանք ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք էլ հայրենիք փնտրեն, մեր ինքնիշխան, միջազգայինորեն ճանաչված սահմաններից ներս։ Եվ այս նրբությունը մենք պետք է հասկանանք։ Ինձ ասում են, որ ես ճանաչել եմ Հայաստանի տարածքային ամբողջական, խնդրում եմ էլի ով աղմկում է հրավիրեք դուրս, հա, հրավիրեք դուրս, հրավիրեք դուրս, հանգիստ, հարգալից, հանգիստ, հարգալից։ Ժողովուրդ ջան, մեր նախընտրական հավաքն է, սա համախոհ, ով համաձայն չի, թող չգա, ով չի ուզում մեր ասելիքը լսել, թող չգա, ժողովուրդ ջան։ Հերիք այդ կալուգացին եմ մեկը, ամեն մեկին 100,000, 50,000, մենք դեմ չենք, վերցրել եք 100,000 դրամ, եկել ներկայացրել եք, ներկայացած, արդեն գնացեք, ժողովուրդ ջան, չի լսում։ Ու ասում եմ սրանից հետո այդ կարգի ով եկավ, քաղաքավարի գրակե դուրս ենք հրավիրում, գնա իրա գործի։ Կարևորը ներկայացավ, մի հատ էլ նկարեք կամերայով, որ ներկայա, որ 50,000-ը ձեռից հետ չառնեն, չենք ուզում մենք մարդկանց վատը չենք ուզում։ 200,000 սարքե, շատ լավ։ Ինձ ասում են, ինձ ինչի մեջ եմ մեղադրում, ասում են, որ ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եմ։ Ժողովուրդ ճիշտ են ասում, ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եմ։ Թուրքիայի տարածքային ամբողջականությունն էլ եմ ճանաչել։ Բայց գիտեք ինչի, որովհետև ես հասկացել եմ, որ մեր սեփական տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Եթե դու հարևանների տարածքային ամբողջականությունը չես ճանաչում, դու քո սեփական տարածքային ամբողջականությունը չես ճանաչում։ Եվ ինձ մեղադրում են, ասում են, դու մեր դեմը, Հայաստանի դեմը, սա պատնեշ ես կազմել, որ մենք չընդլայնվենք դեպի արևմուտք եւ դեպի արևելք։ Ճիշտ են ասում, ժողովուրդ են ճիշտ ասում, այն առանձնահատկությամբ, որ այդ պատնեշը առաջին հերթին ինչքան մեծ է խանգարում, որ մենք տարածվենք դեպի արևմուտք եւ դեպի արևելք, այնքան էլ ուրիշների առաջ է պատնեշ, որ արևմուտքից իրանք ընդլայնվեն դեպի արևելք, իսկ արևելքից դեպի արևմուտք։ Այս ամբողջ խնդիրը, եւ ես ասում եմ, էլի այս օրերին շատ թեժ, բոլորը անընդհատ ուզում են այդ բանը, այդ կոնֆլիկտի տրամաբանությունը թեժ պահել։ Այդքան որ խոսում են, էլի եմ ասում, ես պատասխանատու ձևով ասում եմ, մեր բանակցությունների ընթացքում ոչ մի անգամ, հասկանում եք, ոչ մի անգամ, ակնարկ անգամ չի եղել ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադառնալու մասին, չի եղել տենց թեմա։ Այսօր կալուգացի օլիգարխը եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենակ ռեկլամների վրա միլիոններ են ծախսում, որ այդ հարցը բերեն օրակարգ։ Գիտեք ինչի եւ այդ նույն մարդիկ են ուշադրություն դարձրեք։ Նրանք խոսում են եւ Ղարաբաղի վերադարձի մասին, եւ ադրբեջանցի վերադարձի մասին, որովհետեւ այդ երկու թեմաները փոխկապակցված են։ Երբ որ փակում ես մեկը, փակվում է մյուսը, երբ որ բացում ես մեկը, ավտոմատ բացվում է մյուսը, եւ այս է ամբողջ խնդիրը։ Եվ էլի եմ ասում, այսօր Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ում սերունդները, ում նախնիները գալիս են Վանից, գալիս են Մուշից, գալիս են Ղարսից, գալիս են ամենատաբաքվից, Նախճեվանից, Սումգայիթից, էլի ամենատարբեր տեղերից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից։ Երևանում մարդիկ մոտենում են ինձ, ասում են բարև ձեզ, մենք Իրանից ենք,
մենք Սիրիայից ենք, մենք Լիբանանից ենք։ Ես այդ մարդկանց միշտ մի հարց եմ տալիս, ասում եմ Հայաստանի անձնագիր ունեք, եթե ասում են չէ, ասում եմ հա շատ լավ ուրախ ենք, բարով եկեք։ Եթե ասում են հա, ասում եմ Ժողովուրդ ջան, ինչի եք ասում Սիրիայից եք դուք։ Դուք Սիրիայից չեք, դուք Հայաստանից եք, որովհետև դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Եվ այս է ամբողջ նրբությունը եւ էությունը։ Որովհետև ասում եմ, այդ գաղթականի հոգեբանությունը մեր միջից պետք է դուրս գա, որ մենք եկել ենք եւ այս երկիրը Հայաստանի Հանրապետությունը միջանկյալ կանգառա մեզ համար, մենք գնում ենք, մենք ինչ որ տեղ գնում ենք, մենք չենք գնում ժողովուրդ, մենք տեղ ենք հասել, մենք տեղ ենք հասել, մենք տուն ենք հասել, մենք տուն ունենք, այդ տունը պետություն է, այդ տունը ազատ է, այդ տունը երջանիկ է, եւ առերեսվեք, լսեք, ժողովուրդ ջան, Հայաստանում այսօր բազմաթիվ հարցեր լուծված են։ Դուք երևի ինձնից ավելի լավ գիտեք այդ հարցերը լուծված են, թոշակ եմ ասում, դուք եք ստանում, առողջության ապահովագրություն եմ ասում, դուք եք ստանում, ուսուցիչների ատեստավորված ուսուցիչներ եթե կան, դուք եք ստանում, բայց ես գիտեմ, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծված չեն, բազմաթիվ, եթե ուրիշ բան եմ ուզում ասեմ, աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ չկան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծված չեն, չկա տենց երկիր, ժողովուրդ ջան, չի լինում տենց երկիր, որովհետև երբ որ մենք մի խնդիր լուծում ենք, ցանկացած խնդիր, մեզ թվում է թե երբ որ մենք մի խնդիր ունենք, մենք այդ մի խնդիրը լուծեցինք, վերջ, հասանք տեղ, վերջ, մենք այդ խնդիր չունենք, բայց երբ որ մեր սեղանի մի խնդիր է դրած, մենք այդ մի խնդիրը ունենք, չի լուծվել այդ խնդիրը, այդ մի խնդիրն ունենք, չի լուծվել էլի այդ մի խնդիրն ունենք, մի ամիս չի լուծվել էլի այդ մի խնդիրն ունենք, 5 տարի չի լուծվել էլի այդ մի խնդիրն ունենք, 10 տարի չի լուծվել էլի մի խնդիրն ունենք, հենց մենք այդ խնդիրը լուծեցինք, 3 հատ նոր խնդիր է գալիս, որը մենք պետք է լուծենք։